Այսօրվա խոսքը. եթե որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Հովհաննես 8:36։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, երբեմն մարդը կարող է արտաքնից ազատ լինել, բայց նրա ներսում կապված մնալ վախով, անցյալի ցավով, մեղքի զգացումով, անհանգստությամբ կամ մարդկանց խոսքերով։ Սակայն Հիսուս Քրիստոսը մեզ չի կանչել կապանքների մեջ ապրելու, նա եկել է մեզ ազատություն տալու։ Այսօր մի կենտրոնացիր այն կապանքի վրա, որը քեզ պահում է, կենտրոնացիր Քրիստոսի վրա, որովհետև իրական ազատությունը նրա մեջ է։ Եթե ինչ-որ բան երկար ժամանակ ծանրացել է քո սիրտը, այսօր հանձնիր այն Տիրոջը։ Հավատա, որ այն, ինչ մարդը չի կարող փոխել, իր ուժով Աստված կարող է փոխել իր զորությամբ։ Եկեք միաբան բոլորս աղոթենք։ Տեր Հիսուս Քրիստոս, այսօր քո առաջ գալիս ենք հավատքով։ Դու տեսնում ես այն ամենը, ինչ թաքնված է մեր սրտերում։ Դու գիտես յուրաքանչյուր պայքար, յուրաքանչյուր վախ եւ յուրաքանչյուր կապանք, որի մասին գուցե ոչ ոք չգիտի։ Հիսուս, քո զորությամբ ազատություն բեր մեր կյանքում։ Կոտրիր վախի կապանքները, կոտրիր հուսահատության կապանքները, կոտրիր մեղքի եւ անցյալի ծանրության կապանքները։ Տուր մեզ ազատություն, տուր մեզ ազատ միտք, խաղաղ սիրտ եւ ամուր հավատք։ Սովորեցրու մեզ չվերադառնալ այն ամենին, ինչից դու մեզ ազատել ես։ Օգնիր մեզ ամեն օր քայլել քո ճշմարտության մեջ եւ ապրել այն ազատությամբ, որը ստացել ենք քեզանից։ Սաղմոս 91-ում գրված է. Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է հանգստանում։ Տեր, մենք քո խոսքը հիմք ենք ընդունում, որ մենք քո պաշտպանության տակ ենք, քո զորավոր ձեռքի տակ ենք։ Թող մեր տներում լինի քո խաղաղությունը, մեր ընտանիքներում լինի քո ներկայությունը, իսկ մեր սրտերում քո ուրախությունը, որը ոչ ոք չի կարող խլել մեզանից։ Մենք այսօր ընտրում ենք վստահել քեզ։ Հիսուս Քրիստոսի անունով աղոթեցինք։ Ամեն։